Քաղաքում տեղի ունեցած հարսանիքի մասին, որտեղ Հիսուսը ջուրը դարձրել է այսպիսի որակի գինի եւ հրաշքը մեծ տպավորություն թողեց բոլոր ուրեմն Հիսուսի աշակերտների վրա, հենց սկզբից սովորեցնելով նրանց, որ նա կարող է հոգ տանել իրենց մասին, ես դրա մասին արդեն խոսեցի, բայց լսիր, ես ուզում եմ սա ասել այս նշանադրված զույգին, եթե Հիսուսը ձեր կյանքում լինի ամեն ժամանակ, որքան էլ որ ձեր կյանքում ճգնաժամներ բարձրանան, կլինի հարաբերությունների մեջ ճգնաժամ, կլինի ֆինանսների մեջ ճգնաժամ, դուք չունեք կարիք անհանգստանալու, որովհետև ներկա է ձեր կյանքում այն մեկը, որի անունն է գլխավոր մատակարարը քո կյանքի, անհոգեղիր, այո։ Եթե դուք վստահեք նրան, նա անպատճառ ապշահարա թողնելու քո կյանքի սեղանապետին, ով էր դա, քո թշնամին, որովհետև մենք ապրում ենք եւ ունենք մեր վրա ծիծաղացողներ, մեզ հետևող մարդիկ, որ երբ որ դու սայթակում ես ու երբ որ դու վայր ես ընկնում, հետևիցդ գալիս ասելու, տեսար ինչ եղավ, տեսար ոնց եղավ, ես ուզում եմ ասեմ, եթե Հիսուսը կա քո կյանքում, ապա քո թշնամին անպայման կատվածահար պիտի լինի, ամեն, նա անպայման քո թշնամուն հանկարծակի է բերելու